Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը։ 4 քաղաքներ՝ Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից։ Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը։ Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի։ Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ, սակայն այդպիսիք չգտնվեցին։ Եվ ահա թե ինչ պատահեց. Սոդոմում իր կնոջ և 2 աղջիկների հետ ապրում էր մի արդար մարդ՝ Ղովտը։ Աստված այս քաղաքն ուղարկեց մարդկային կերպարանք ստացած 2 հրեշտակների։ Սա լինում է երեկոյան։ Հյուրասեր Ղովտը նրանց ընդունում է իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են։ Դեռ չէին պարտկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը տունը շրջապատեցին և Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մոտ եկան, նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց»։ Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետևից և ասաց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարություն մի արեք, նրանց ոչինչ մի արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»։ Սակայն նրանք ասացին. «Պանդխտության համար եկավ և ուզում է դատաստան անել, հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սոդոմցիք մոտեցան Ղովտին, որպեսզի դուռը կոտրեն։ Այդ ժամանակ այդ մարդիկ, այսինքն հրեշտակները,